Բարի երեկո, ժողովուրդ ջան, դուս ենք եկե ման գալու, դուս ենք եկե Վալենսիայի ման գալու ու առաջի հերթին ինչ ենք տեսնում, Ֆայասի տոնի փքաբլիթները, քաղցրավենիքները, բայց մի հատ հետաքրքիր բան էլ պետք է նայենք, այսօր ամբողջ քաղաքում բոլոր բակերում դրված են այս արձանների մասին էր խոսքը, այս արձանները ամսի 19-ին վառելու են ժողովուրդ, գալիս է կանգնում է հրշեջ մեքենան, չգիտեմ, այնտեղ շտապօգնության մեքենան, տարբեր ծառայություններ ու վառում են։ Ու երբ որ վառում են սա, ու կնկարենք ու վառելու պահն է կնկարենք, երբ որ վառում են, երբ որ շենքերը մոտ են լինում, ու այսենց մոտ են լինում, հրշեջները, պատուհանները ջրում են, այս մոտակա պատուհանները ջրում են, որ չտրակի։ Տեսեք մարդիկ հավաքվել են, տարբեր արձաններ են լինում, նայեք, ամեն բակում ինչ-որ մի թեմայի շուրջ, ինչ-որ մի արձան է, ես չգիտեմ, ես ինչ-որ հեքիաթից ինչ-որ հերոսներ են, չեմ կարող ասեմ ինչի մասին են խոսում, ինչի մասին է ասում այս արձանը, բայց ինչ-որ թեմայով է, ինչ-որ կոնկրետ մի թեմայով է, սա մոտիկանանք, փողոց անցնենք, մոտիկանանք, այսօր եղանակը լավ է, լավ ասելով տաք է։ Ես երկու նկատողություն ունեմ ժողովրդից, առաջինը որ ծանր եմ շնչում, շունչս արդեն լրիվ կարգավորել եմ, այդ մի փուլը արդեն անցել ենք, առավոտները մարզանք եմ անում, շնչառական մարզանքներ եմ անում, որ շունչս կարգավորվի, այդ փուլը անցել ենք, երկրորդ փուլը այնա, որ երկրորդ բողոքը այնա, որ վերջերս շուշուտ են գրում ու վերջերս չէ, միշտ էլ գրել են ու ամենաշուշուտ տենց կոմենտներում երևացող բողոքն է, որ դանդաղ եմ խոսում։ Մենք պետք է մի քիչ ավելի արագ խոսենք, ասենք, արագ, որ մարդիկ չնեղվեն։ Փորձեմ հնարավորինս ժողովուրդ ջան, մեկ շատ դանդաղ եմ խոսում, ճիշտ է։ Մեկ շատ դանդաղ եմ խոսում, բան չունեմ ասելու, բայց այդ գիտեք ինչից է, հիմնականում հիշում եք, որ ես միշտ ասում եմ գնանք այգում քայլենք իրիկուներ, այգում ոչ մի բան չկա, մենակ մենք ենք քայլում ենք, բայց ինչի համար եմ ասում այգում քայլենք, որ չշեղվեմ ոչ մի բանով։ Ես քայլում ենք մի բան եմ դնում, շեղվում եմ, միտքս կտրվում է ու այդպես դանդաղում է ամեն ինչ ժողովուրդ։ Մի խոսքով արձանները սրանք են, սրանք վառվում են, մատերիալը չեմ կարող ասեմ ինչա, բայց ինչ-որ վառվող մատերիալ է, փայտ է ու ինչ-որ, նայեք, սարքողներն են, հավաքողներն են, հավաքում են արդեն, ամենտեղ հավաքում են, ցելոֆանա պատում են, որ անձրև գա չփչանա, ժողովուրդը ֆուտբոլ անայում, այսօր ֆուտբոլ կա, քանի որ ես ֆուտբոլ չեմ սիրում, ու չեմ սիրում, որ նա չեմ նայում, քանի որ չեմ նայում, չեմ սիրում, ոչ մի անգամ ես չեմ նայել, տենց իմ շրջապատը ամարյա 90%-ը ֆուտբոլ է նայում, ֆուտբոլ է սիրում, 10%-ը ֆուտբոլի ֆանատ է, բայց ես չեմ նայում, այդ օրերին մենք իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունենք, երբ որ իրանք ֆուտբոլ են նայում, այսօր ֆուտբոլ այսօր խաղ կա, այսա կտենակ կաֆեների դեմը, մարդիկ հավաքված, նայեք, որտեղ որ TV կա, մարդիկ հավաքված ֆուտբոլ են նայում, ավտոբուսի մեջ, ավտոբուսի շոֆերը բարձր միացրած ձենը, ֆուտբոլի այդ մեկնաբանին էր լսում, բարձր, լավ բարձր, մինչև վերջ, ավտոբուսի վերջը, լսում էր, որտեղ մտածում է երևի եթե ուրիշ մարդ լինի, ուզի նայ, բայց դե ուրիշ մարդ լինի, դեռախոսով կնայի հիմա, ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով, վերջում կամ գոռոցներ կլսենք, կամ էլ տխուր մարդիկ։ Չգիտեմ, որտեղ ով է խաղում, որ թիմերն են խաղում, ընդհանրապես գաղափար չունեմ, դրա համար էլ չեմ կարող ասեմ, ինչ կլինի, ինչ ռեակցիա կլինի։ Մի խոսքով, այսօր ժողովուրդ ջան, ինչի մասին ենք ուզում խոսանք։ Երբ որ մարդը գալիս է Իսպանիա ապրելու համար, առհասարակ երևի երկիրը փոխելու, ինչ-որ մի տեղ ապրելու, մի այլ տեղ ապրելու, ամբողջությամբ, չեմ ասում որպես տուրիստ, որ գնում է, մնա ապրի։
Իմ կարծիքով նույն այս տեղի վրա օրինակ կբերեմ ավելի շատ ինչ պետքա արվի ինչ պետքա անի որտեղ մարդիկ չեն պատկերացնում չեն պատկերացնում շատ ուզում են գան շատ մարդիկ բայց երբ որ խոսում ես այդ մարդկանց հետ հասկանում ես որ իրանք չեն պատկերացնում այսօր էլ եմ զանգ ունեցել բայց շատ լավ տղա էր զանգել էր Գյումրից բարևների միջայլոց ասաց որ ուզում է գա բայց մարդիկ չգիտեն որ կան ինչ են անելու ու ինչ կարելի է անել, ինչ կարելի է իմանալ, ինչ կարելի է ունենալ գալուց առաջ։ Ժողովուրդ։ Ուրեմն իմ կարծիքով, երբ որ դու երկիր ես փոխում, ամեն առաջի հերթին լավ կլինի, շատ լավ կլինի, ցանկալի կլինի, որ շատ հազվագյուտ դեպք է, երբ որ դու գալիս ես այդ երկրի գոնե մինիմում լեզուն դիապետես մինիմում մակարդակի ենթադրենք Իսպանիայից եկե իսպաներենը մինիմում մակարդակի գոնե շփման մակարդակի կարողանաս դիապետես կամ գոնե հասկանաս եւ խոսաս եւ հասկանաս ավելի շուտ շատ կարևոր է, շատ կարևոր է։ Այն մարդիկ, ես մի քանի հոգու գիտեմ հայրից, ովքեր որ եկել են ապրում են Իսպանիայում, իրանք եկել են արդեն լեզվի մասնագետ են իրանք։ Մարդը Հայաստանում դաս է տվել եւ այլն, իսպաներեն ու եկել է Իսպանիա։ Պատկերացնում եք այդ մարդու գործը եթե 50%-ով չասեմ 40%-ով այդ մարդու խնդիրները արդեն լուծված են։ Ինչի համար, նայեք, ես երբ որ եկաստե, երբ որ ուզում էի գա այստեղ, դա մի 2-3 ամիս իսպաներեն պարապեցի, բառեր էի կարդում, սովորում, մասնագետի մոտ գնացի, մասնագետը շատ լավ մասնագետ էր, եթե չեմ սխալվում, Մերի էր այդ աղջկա անունը, Մալացիայում ապրում էր, իմիջիալոց եթե մեզ կնայի կլսի բարևներ, Մերի էր, հա, մի վարքյան, Մերի կամ Մարի Մալացիայում էր ապրում Բանգլադեշում։ Այդ մարդու մոտ գնացի պարապեցի ու երբ որ արդեն գալուի ժամանակներ ինքը ասեց հանգիստ եղի, որտեղ ունես արդեն բազային այդ բազան կա, այդ սկզբնական այդ հիմքը, այդ կարաս գնաս գոնե այդ որ մինիմում պայմաններում շփվես, խոսաս կամ հասկանաս այդ կա։ Պարզ ճակատով վերկած գնա։ Խոսքով Ես որ գիտեմ որ բազան ունեմ, շատ վստահ, իմ վրա վստահ շատ որ բազա ունեմ, որ ես բազան ունեմ, էլի։ Այդ բազան վերցեցի, սիրուն իմ համար վերկացա եկա։ Երբ որ եկա, այրոպորտից արդեն, երբ որ իջա, այրոպորտից արդեն զգացի որ մարդկանց չեմ հասկանում։ Այն կարգի չեմ հասկանում, որ չեմ հասկանում դաժե իսպաներենա վերջո, թե չէ։ Մտածեցի դրանք տուրիստներ են, պատկերացեք, այն կարգի չհասկանաս, որ լեզուն չհասկանաս դաժե ինչերեն են իրանք խոսում, որտեղ մտածում ես դե կարող է իսպաներենի մոտ ինչ-որ լեզու է, որտեղ հնարավոր չի էլի այս տիպի չհասկանաս։ Չէ որ դու պարապել ես, չէ որ դու բազա ունես։ Մի խոսքով ասի երևի տուրիստներ են, այրոպորտ է վերջապես, տուրիստներ են, այո, շարժվենք առաջ։ Շարժվեցինք առաջ, եկանք քաղաք, անցավ մի քանի օր, որ իջնում ես դուրս, նստում ես կաֆե։ Ես էլ եկենք արքին հաղորդման մեջ եմ, որ ընկերոջ կինը ռուս աղջիկ է բերում տուն։ Այս աղջիկ ասում է, որ ռուսերեն չգիտեն երկուսն էլ։ Աղջիկ ասում է «Вам кофе горький или сладкий?» Տղեն ասում է շատ լավ աղջիկ է։ Այդ պահն էր, ես գնացել եմ կաֆե ասում եմ «Вам кофе горький или сладкий?» ասում եմ այդ շատ լավ աղջիկ է ասում եմ։ Շատ լավ աղջիկ ես երևում, շատ անուշիկ, բարի։ Մի խոսքով, այդ ամենից մենակ կաֆեն ես հասկանում ու տենց ջոգում ես որ այն ինչ որ դու գիտեիր դաժե զանգում եմ դասատուից ասում եմ ում հետ որ պարապել եմ Երևանում ասում եմ դու վստահ ես որ մենք պարապել ենք իսպաներեն, սովորել ենք իսպաներեն, այն ինչ որ մենք սովորում ենք դա իսպաներեն էր։ Հաստատ վստահ ես ամեն ինչ լավ, չէ ասած իսպաներեն էր, պրոստը
Просто այն իրանք որ խոսում են նախ խոսում են շատ արագ, խոսում են շատ կրճատ, ոնց որ մենք ենք խոսում հայերենում, խոսում են ժարգոնով, դրա համար էլ չես հասկանում։ Կարող է նաև լատին ամերիկյան իսպաներենը լինի, որտեղ չգիտենք իրանք իսպանացի են խոսացողները թե դրսերից, լատինական ամերիկայից, դրա համար էլ հնարավոր է որ դու տենց չհասկանաս։ Մի խոսքով ինչ գլուխները ցավացնեմ, ես իսպաներենը եթե ինչ-որ բան սովորեցի իսպանացիների հետ աշխատելով, իսպանացիների հետ աշխատելը շատ դժվար է փորձել իսպանացիների հետ աշխատել, ավելի շատ լատինական ամերիկայի ժողովրդի հետ աշխատելով։ Ինչ որ իմացա տեղից, կինոներ եմ շատ նայել, սերիալներ եմ շատ նայել իսպաներեն, բայց երևի դրանք է բնականաբար օգնած կլինեն, նայեք ժողովուրդ, ասել ուրիշ կերպար է, կենտրոնում ենք մենք գտնվում, բայց մեր բակում հենց տենց շենքի կողքը կա դրած։ Ինչ լավ եմ, չի ասում բակ բառը։ Ամեն ինչ անում եմ, որ հայատ բառը չօգտագործեմ։ Նայեք։ Այս էլ են վառում, լուբոյ արձանիկ վառում են, բոլոր արձանները վառում են մի օրում։ Վառում են մի օրում, տենց համարյա միաժամանակ կազմակերպված շատ գալիս վառում են ու մյուս օրը զարթում ես առավոտը ոչ մի բան չկա, որտեղ մարդիկ մաքրած, սիրուն պատրաստ։ Նայեք։ Eso, para que no, pues tampoco ahorita de espalda. Շարժվենք առաջ, մեկ ինչքան բաներ են ավելացրել, այստեղ այսքան բաներ չկար։ Շարժվենք առաջ, ինչի համար եմ ասում լեզուն շատ կարևոր է, որովհետև նաև աշխատելու համար, երբ որ դու գնում ես ինչ-որ միտեղ աշխատես, ամեն ինչի համար, բայց սկսենք աշխատելու համար, երբ որ դու ինչ-որ միտեղ գնում ես աշխատես, եթե դու դաժե թուղթ չունես, քո համար հեշտ կլինի, եթե դու լեզուն գիտես, քո համար հեշտ կլինի մարդկանց բացատրես ինչ-որ բան, դրա համար էլ լեզուն իմանալով շատ ավելի հեշտ է աշխատանք գտնել։ Մարդկանց պետք է որ քո հետ հեշտ լինի աշխատելը, դրա համար եթե դու դաժե թուղթ ունես ու լեզու չգիտես, հակառակ process-ն է, քո համար դժվար կլինի, որովհետև մարդիկ չեն ուզում մի բանը 10 անգամ ասեն ու տենց էլ չհասկանաս։ Իսկ աշխատանքի ժամանակ հիմնականում իմ փորձից եմ ասում, աշխատանքի ժամանակ չի լինում, եթե խառը աշխատանք է լինում, տենց արագ պետք է արվի, ժամանակ չի լինում, որ իրանք քեզ բացատրեն, գիտես ինչ կազը դնեն, մի հատ է կրկնեն, հետո մի հատ է կրկնեն, երկու հատ ասում են, դնում են չես հասկանում, թողում գնում են, վերջ։ Այնտեղ ինչ ասեցին, ինչ չասեցին, ինձ որ բան էին ասում աշխատանքի ժամանակ, ես որ մտա ռեստորանում աշխատելու կամ դաշտում աշխատելու, ինձ որ բան էին ասում էի հա, հասկացել ասում էի հա, բայց զգում էի, որ ինչ-որ կարևոր բան ասում այդ մարդը։ Հետո էի զգում, թե ինչքան կարևոր բան ասում այդ մարդը, որովհետև շատ կարևոր բան էր ասում ու ես չէի հասկանում, ու չէր արվում ու պարզվում էր ինչ-որ մի հատ մեծ չեպի եկե։ Պատկերացրեք, կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ մի բան ալ լինում, ամեն ինչ գցում են քո վրա, եթե դու չես հասկանում, ամեն ինչ գցում են, ասում են այն մարդն արե, Վիկտորն արե։ Վիկտորի վրա գալիս են խոսում են, ոչ հասկանում ես ինչի համար են խոսում, ոչ հասկանում ես ինչ են խոսում, այսենց էլի, այձև մութ ինչ-որ բան ես, այնտեղ ես գնում, որը շատ ներվայնացնող է, շատ տհաճ իրավիճակ է։ Երկրորդը, աշխատանքի, ու լեզուն չիմացողին բնականաբար միշտ ավելի քիչ են վարձատրում, որտեվ դու ընկնում ես մի տեսակ վերջի սորտի աշխատողի կարգավիճակում, եթե շատ ընտիր աշխատող ես, շատ պահանջված տեղում, դա տենց կարա դեր խաղա, բայց հիմնականում եթե դու գնում ես ինչ-որ պրոստը գործ գտնես, եթե լեզուն չգիտես, դու ընկնում ես այն վերջի սորտ ու ամենացածր աշխատավարձի տակ։ Երկրորդը ինչով է կարևոր, որովհետև երբ որ դու գալիս ես բժշկական թղթից, որ գնում ես բժշկական թուղթ վերցնես, երբ որ գնում ես երեխու դպրոց, երբ որ գնում ես, չգիտեմ, ինչ-որ դոկումենտ հանես, ցանկացած փաստաթուղթ ինչ-որ վերցնես, քեզ պետք է լինում մեկը,
ով քեզ կուղեկցին դե կթարգմանին դե ու այդ մի օր չի երկու օր չի անդադ պետք է գալի պատկերացեք բժշկի գնալուց չգիտեմ ինչ որ թուղթը վերցնելուց դպրոցում մանկապարտեզում չգիտեմ այդ երեխեք ունեք 1000 տեղ քեզ անդադ պետք է գալու եթե դու չունես եթե քո բախտը չի բերե իմ նման ու չունես լավ բարեկամ, որտեվ բարեկամն է պրոստը բարեկամն էլ կարա էդի չանի, լավ բարեկամ, որտեվ էդի բարբերաբար կրկնվող բան է, մարդը անդադ պիտի քո հետ գա, ամեն օր պիտի քո հետ գա, ինչ-որ տեղեր գնա գա, ինչ-որ ժամ եք վեցնում ստեղ, ժամ եք վեցնում ընդեղ, ինչ-որ խնդրում եք մարդուն անդադ գա, իսկ սովորական հասարակ բարեկամը, ասենց ասեմ, այդ ամեն ինչը չի անի ձեր համար, ինչը որ որտեղ որ իմ բախտը բերեց իմ աղբոր կին, աղբերս ու աղբորս կինը մեր ձերը բռնած տարան, տանում էին ամեն օր էս տեղից այնտեղ են թղթից են թուղթը մենք ոչ մենակ թարգմանում էին մեր համար, այլ մենք չենք էլ հասկանում ուր ենք գնում։ Իրանք գիտեին, մեզ տանում էին այս թղթի համար, մեզ տանում էին այն թղթի համար, մենք չգիտենք, նախ չենք էլ հասկանում այդ թղթի կարևորությունը այդ թուղթը ոնց են հանում, ինչի համար են հանում այդ թուղթը, ինչ ենք անելու վերջապես մենք այդ թուղթը, բայց քանի որ իրանք գիտեին, իրանք եկել էին արդեն եւ այլն, իրանք մեզից լավ գիտեին այդ հերթականությունը, դրա համար իրանք ամեն ինչ անում էին։ Իսկ տենց բան, ժողովուրդ ջան, մի քիչ եզակի դեպք է, դրա համար էլ եթե չունես այդ բարեկամը, ուրեմն պետքա ինչ անես, պետքա վճարես, թարգմանիչ տանես ժամավճարով Թարգմանիչ տանես ժամավճարով, վճարես ժամը, նստես, այդ մարդը քեզ թարգմանի, չգիտես ոնց կթարգմանի, բայց նախ թարգմանիչ գտնես, որ էլի հեշտ բան չի, թարգմանիչ գտնես նորմալ, տանես կլինիկա, տանես ծնողական ժողով, տանես ինչ-որ փաստաթղթի հետևից, կամ եւ այլն, կամ աշխատանքի ինչ-որ ընդունվելուց, ժամավճար, ինչքան խոսացիք մինիմում գին կա, խոսքի օրինակ, չգիտեմ, 50 եվրո կամ 30 եվրո, կապ չունի խոսած 10 վայրկյան, թե չգիտեմ, ժամ, դրանից հետո ժամից հետո արդեն ավելանում է, ես մոտորապես թիվ եմ ասում 50 եվրո ժողովուրդ, ես չգիտեմ, ոչ մի անգամ թարգմանիչ չեմ տարել, պատճառը ասեց ինչի համար թարգմանիչ, որ ոչ մի անգամ չեմ տարել, դրա համար գները չգիտեմ, բայց մոտորապես տենց է գները Մի խոսքով, այդ ամեն ինչը ծախս է, ամեն անգամ պետք է ծախսես, որ թարգմանիչը գա, թարգմանի գնա, գա, թարգմանի գնա Դրա համար ասածս այն է, որ լեզուն իմանալով, թեկուզ եթե բազովին, այդ իմ ասած բազովին, որ բազովի չկար, բնականաբար 2 ամսում բազովի չէր լինելու, բազովի գիտելիք չէր լինելու, բայց եթե բազովի գիտելիքը լինի, գոնե այդ Էշը ցեխից այդ թարգմանություններին կարող է կարողանաք հանեք։ Ահա թե ինչքանով կարևոր է լեզուն իմանալը։ Որը որ բնականաբար հիմնականում տեսեք, եթե մարդ ուզում է գա 3 տարի առաջ չի որոշում որ գա ու դնի լեզու սովորի կամ եսիմ ինչ։ Չասենք որոշումը մաքսիմում մի տարի առաջ, ասենք կամ չգիտեմ 6 ամիս առաջ որ պետքա գա ու գալիս է, այդ տասկում ինչ կսովորի, ինչ չի սովորի, այդքան շատ բան չի տալու էլ իրան, հասկացաք։ Դրա համար հիմնականում մարդիկ ստե գալիս են լեզու չիմանալով։ Իսկ ինչ գունավոր պահերը անցնենք, կլուբային իրավիճակ է։ Ահա ասենք երկրորդը ժողովուրդ ջան երբ որ գալիս եք պետք է հաշվի առնեք ամեն ինչ որ իմացող մարդուց պետք է հարցնեք իմանաք հարց ու փորձ անեք թե ինչ արժեն ստեղ ինչ ծախս է սա ստեղ կոմունալները վարձը կոմունալները, տան վարձը, չգիտեմ, սնունդը, մոտորապես միջինում ամսակտրվածքով, հագուստ եւ այլն, ամեն ինչ որ մոտորապես հաշվարկեք ու
կարողանաք արդեն ստեղ որ ոչ մի անակնկալի չգաք էլի, բայց շատ կարևոր է, որ այն YouTube-յան մի անգամ ասել եմ արդեն այդ գեղեցիկ обзорներով չխափնվեք ու վերկենակ գաք ու պարզվի, որ այնչի вообще ինչ որ դուք եք սպասում։ Աշխատանքը շատ բարդ է լինում գտնել նամանավան սևով, եթե անգամ դու մասնագետ ես, եթե անգամ դու լավ մասնագետ ես, եթե անգամ չգիտեմ, լավ վարսավիր ես, լավ ոսկերիչ ես, լավ ստոմատոլոգ ես, ամեն ինչի համար ժամանակ է պետք ու թուղթ։ Ու այդ ընթացքում մոտորապես պետք է նկատի ունենաք, որ գոնե մի 6 ամսվա ապրուստի փողը ձեր լինի, որովհետև կարող է դուք մի 6 ամիս ոչ մի բան չգտնեք։ Իսկ եթե գտնեք աշխատանք, կարող է գտնեք ինչ-որ ժամով, մեկը կանչի ինչ-որ մի քանի ժամով գնաք ինչ-որ, եթե ձեր ձեռից իհարկե գալիս է ինչ-որ սանտեխնիկա կամ չգիտեմ, այգեպանի գործ, հազարը մի բան, ինչ-որ մի բան տանել, ինչ-որ մի բան թափել, ինչ-որ բանվորություն անել, բանվորության համար ձեռից գալու տենց շատ բան պետք չի, կարևորը մեջքը չցավա, չէ, ուժեղ տղեկ են պետք։ Տենց է գրում են, հայտարարությունների մեջ, Facebook-ում պետք են ուժեղ տղեկ։ Ուժեղ տղեկ, ասենք, մեշոկները, շատ ծանր մեշոկները տեղափոխելու ակետից բկետ կամ բարձելու, թափելու, ակետից բկետ, կիլոմետրերով ինչ-որ մի տեզ վերցնել բարձել, դատարկել կամ Մի խոսքով ամենակարևոր բաներն է ժողովուրդ, որ լեզուն ու հաշվարկած, որ ամեն ինչ հաշվարկած լինի, հաշվարկած գաք, առանց գումար, նամանավանդ եթե գալիս եք ընտանիքով, գալիս եք երեխեքի հետ, հիմնականում ժողովուրդ, ում հետ որ ես խոսում եմ, մարդիկ ասում են պրոբլեմ չկա, գան գործը գտնենք, չգիտեմ ոնց են անում, ոնց են մտածում, որ տենց պետք է գանում մի անգամից գործը գտնեն, բայց հենց այդ մտածող մարդիկ գալիս են ու հասկանում են, որ չեն կարա մի անգամից գործը գտնեն, եթե գործը գտնեն, ասում եմ ինչ-որ ժամանակավոր գործ կգտնեն, ժամով, մի քանի ժամով, մեր մոտ բոմբեր են տրակացնում, ժամանակավոր գործեր կարան գտնեն, որը որ այդ մարդկանց չի պայելու, բայց եթե մարդը մենակ է գալի, էլ ինչ-որ չափ իր գլխի ճարը կարա տենա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսօր այսքանը լավ եղեք, լավ մնացեք, մի մոռացեք բաժանորդագրվեք, եթե ինչ-որ հարցեր կլինի կարա գրեք իմ WhatsApp-ի համարին, WhatsApp-ի էջին, Իվանյան Ինձ SMS եկավ, WhatsApp-ի համարը տեղադրված է իմ YouTube-ի էջում, մտնեք YouTube-ի էջ, այնտեղ մի անգամից աշկացակում կտենակ, հարցերի դեպքում կարա գրեք ժողովուրդ ջան, սիրով եթե ինչ-որ բանով կարանամ օգտակար լինեմ կգրեմ, կպատասխանեմ օգտակար կլինեմ, եթե չէ տենց էլ կասեմ չէ, չեմ կարա օգտակար լինեմ, ոչ իմանով չեմ կարա օգնեմ, չեմ խափի ամենայն դեպս էլ Նայեք այս շենքը, զուգ է զարդարել, նստել են։ Մի խոսքով, լավ կացեք, արդեն ասեցի չէ, որ բաժանորդագրվեք, ավելանանք հասնենք 4000-ի։ Okay, լավ մնացեք, հանդիպենք վաղը, հաջողություն։